Բարի լույս սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ, որ դարձյալ միասին ենք և կիրակի օրը վաղը մեր եկեղեցում նշվելու է Երևան Սուրբ Խաչի տոնը կամ Սուրբ Խաչի Երևան տոնը, որը խորհրդանշում է Խաչի խորհրդի վերստին պանծացումը, այսինքն այն սիրո մեծ արտահայտությունը, որ Աստված իր խաչելության ճանապարհով ցույց տվեց մարդկանց, իր որդուն, իր կյանքը զոհաբերելով մարդու համար։ Եվ այդ խաչի խորհուրդը լայնորեն, ինչպես ավանդությունը պատմում է մեզ, տարածվել էր ամբողջ Երուսաղեմի վրա, Գողգոթա լեռից մինչև Ձիթենյաց լեռ, այսինքն խաչելության լեռից մինչև Համբարձման լեռ ձգվելով և այդպիսով մարդկության աչքի առջև պարզելով այն մեծագույն ճշմարտությունը, որ սերը երբեք չի կարող սպանվել, այլ ընդհակառակը, անընդհատ ավելանալ, տարածվել և դառնալ այն մեծ խորհուրդը, որով մարդը միայն կարող է ապրել։ Եվ դա Աստծո սերն է, որը փոխանցված է մարդկանց, և այդ սիրո ճանապարհը ամենադժվար ճանապարհն է, որը պահանջում է զոհաբերություն, պահանջում է տառապանք և սակայն իր վերջին հանգրվանով սիրո ճանապարհի վերջնահանգրվանը անխուսափելի հաղթանակն է։ Այսօր շատ հետաքրքրական մի պատմության մասին պիտի խոսենք Աստվածաշունչ մատյանից, որը ուղղակիորեն մեր կյանքի խորքերը արտահայտող, իրականությունը արտահայտող չքնաղ առակ է, որ պատմում է մեզ մեր Տերը Հիսուս։ Ասում է մեր Տերը. երկնքի արքայությունը նմանվեց մի մարդու, որն իր արտի մեջ լավ սերմ սերմանեց։ Երբ մարդիկ քնած էին, եկավ նրա թշնամին, ցորենի մեջ որոնց հանեց և գնաց։ Երբ խոտը բուսավ և պտուղ տվեց, երևաց նաև որոմը։ Տանտիրոջ ծառաները մոտեցան և ասացին նրան. Տեր, չէ՞ որ արտիդ մեջ լավ սերմ ցանեցիր, ուրեմն որտեղի՞ց այդ որոմը։ Տերն ասաց նրանց. թշնամի մարդն արեց դա։ Ծառաները նրան ասացին. ուզում ես գնանք քահանենք այն։ Ոչ, ասաց նրանց, որոմը քաղելիս, գուցե ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն, մինչև հունձքը և հունձքի ժամանակ կասեմ հնձողներին. նախ որոմը քաղեք և խրձեր կազմեք այրելու համար, ապա ցորենը հավաքեք իմ շտեմարանների մեջ։ Ընդհանրապես այս առակը հայտնի է որպես որոմների առակ։ Եվ սա կարևոր խորհուրդ ունի մեր կյանքի մեջ, որովհետև ընդհանրապես մեզ թվում է, թե մենք բարիք ենք գործում, աշխատում ենք, տքնում, քրտնում, պայքարում և այլն, և հանկարծ տեսնում ենք, որ այդ ճանապարհի մեջ ինչ-որ բան չի ստացվում, չի հաջողվում, կամ դիտավորությամբ, կամ պատահականությամբ, հիմնական առումով դիտավորությամբ զանազան խոչընդոտներ են առաջանում կամ առաջացնում, և մարդ ակամայից զարմանում է ասելով, որ այսքան բարիք գործելով, այսքան տքնանք ներդնելով, տքնաջան աշխատելով, ինչու է այսպես լինում, ինչու են այս խոչընդոտները առաջանում, և ինչ կա, որ խանգարում է ընդհանրապես մարդուն իր կյանքի ընթացքին այդ բարիքը նաև իր արդյունքը կամ այդ բարիքի արդյունքը չտեսնելուն կամ չճաշակելուն, շատ հաճախ։ Եվ մեր Տերը այս ամբողջ այս կյանքի հակադրությունը կամ հակառակությունը խոսում է, բացատրում է որոմների առակով, ինչպես հայտնի է Ավետարանում, որ այդ արտը խորհրդանշականորեն
որը ցորենով էր լցված, թշնամու մուտ գործելով, այն նաև պարուրվում է որոմներով, ցանվում է որոմներով։ Եվ այդ որոմները ցորենների հետ, ցորենի հասկերի հետ միասին աճում են, հավասարազոր, որոշ տեղերում նաև թերևս կարողանում են խեղդել եւ թույլ չտալ, որպեսզի այդ հասկը մեծանա, աճի եւ իր արդյունքը տա։ Եվ ասում աշակերտները զարմացած էին, որ ինչպես է պատահում կամ ծառաները զարմացած էին, որ ինչպես է պատահում, որ այդ ցանված ցորենի արտի մեջ հանկարծ ու հանկարծ այդ որոմներն են հայտնվում եւ ցանկանում են որոմները քանդել, ուղակի քաղանել, սակայն Տերը զգուշացնում է նրանց ասելով, որ դեռ ժամանակը չէ, երբ միասին կաճեն, այն ժամանակ նախ որոմները արմատախիլ կանենք, որպեսզի հնարավորություն տրվի ցորենին լիարժեք աճելու, ցորենի հասկերին, իսկ որոմները կայրվեն, կհավաքվեն եւ կայրվեն։ Եվ սա ոչ թե չարի եւ բարու կռվի մասին է, այլ ինչպես ասացի, մեր կյանքում պարզապես արկա բոլոր պատկերների, որտեղ մարդը ցանկանում է անընդհատ բարիք գործել եւ սակայն զուգադրաբար որքան մեծանում է բարիք գործելու ցանկությունը, այնքան աճում է չարիքի արկայությունը։ Եվ սա մեր կյանքի, ինչպես ասացի, պատկերն է, շերտը, տեսքը։ Մեր կյանքն էլ ընդհանրական առումով լցված է որոմներով եւ մենք անընդհատ հարց ենք տալիս մեզ ասելով, որ չէ որ այս ամբողջ ժամանակահատվածում մենք ուղղակիորեն բոլոր եղած խնդիրներով ու թերություններով հանդերձ ինչու հասանք այս վիճակին, ինչու այսպես տեղի ունեցավ, ինչու այս չարիքի իշխանությունը այս ամբողջ իր աղետով հանդերձ դեռևս մնում է այսպես կոչված իշխանության վրա, որը խաթարել է եւ խաթարում է մեր կյանքը ամբողջության մեջ, որը ուղղակիորեն որպես որոմ ներդրվել է մեր կյանքի մեջ, ինչպես Տերը ասում է, թշնամին գիշերով եկավ եւ այն ցանեց ուղակի, ներդրված է մեր կյանքի մեջ, խաթարելով եւ խարխլելով թե ներքին ներդաշնակությունը, թե ներքին հաշտությունը, թե ներքին կյանքը ամբողջությամբ եւ թե արտաքին իմաստով։ Բոլոր առումներով խարխլած եւ խաթարած այն որոմային բնույթով, որով հատուկ է ուղղակիորեն այդ բույսին ամբողջ հողի կենսունակությունը քաշելով, վերցնելով իր վրա եւ թույլ չտալով, որպեսզի ցորենի հասկերը մեծանան։ Սակայն ցորենը իր ճանապարհն ունի, մեծանալու իր ճանապարհն ունի, պայքարելու եւ կռվելու իր ճանապարհն ունի եւ նաեւ իր վերջնարդյունքը ունի, որով դառնում է հաց, որով դառնում է նշխար եւ պատճառ հանդիսանում կամ դառնում միջոցը մարդու թե նյութական, թե ֆիզիկական, թե հոգեվոր կենսունակության։ Միակ ճանապարհն է դա, այդ պայքարի ճանապարհը, որպեսզի որոմներից ազատագրվի եւ ոչ միայն ազատագրվի, այլ նաեւ իր արդյունքները տա։ Այո, այսօր մեր կյանքը որոմալից է դարձել։ Եվ ժամանակը թերևս մեր պատկերացման վաղուց հասել այդ որոմները արմատախիլ անելու եւ ինչպես Տերն ասում է այրելու, որով միայն դրան է ենթակա, ուրիշ որևէ բանի ծառայելու պիտանելիություն չունի եւ այդ որոմալից կյանքից մաքրելու ուղղակիորեն այդ ամբողջ չարիքը եւ մեր կյանքը դարձնելու այն մաքուր պարզ ցորենի արտի պես, որը կյանքի խորհրդանիշն է, կենթանություն տվողն է, կյանք տվողն է, մարդուն ուղղակիորեն վերստին իր ֆիզիկական, նյութական, ինչպես նաև հոգևոր եւ մտավոր կյանքի այդ ճանապարհի մեջ կարևոր արժեք ունեցողն է։
Մենք այս օրերին ավելորդ է ասել, թե ինչպիսի վայրի վերումների ենք վերստին ականատես լինում։ Հայացքներդ մի պահ դարձրեք եւ այլևս նույնիսկ չի էլ կարելի դրա մասին խոսել, այն խուլիգանությունը, որ տեղի ունենում ազգային ժողովի ամբիոնում, ուղղակիորեն կենտրոնում, այն հայոյալից իրականությունը, որ ուղղակի ցույց է դրվում, որոնների ճանապարհով ցույց է դրվում մեզ բոլորից։